Հարգելի գործընկերներ, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն, պարոն Թորոսյանը, պարոն Ռաքելյան, համեցեք հիմնական զեկուցող, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյան։ Ես կցանկանամ խոսել առանց զգացմունքների, ուղղակի կոնկրետ թվերով և պարզաբանելով ցանկացած ուրեմն բարձրաձայնած միլիոնավոր դոլարների մսխման և այդ թվում նաև զգացմունքային ուրեմն հնչած արտահայտությունները։ Մեր նախարարության կողմից իրականացվում է ըստ էության 3 վարկային ծրագիր, դրանք են գյուղական նշանակության, կենսական նշանակության կոչվող ուրեմն համաշխարհային բանկի հետ փոքր ծրագիրը, որը միտված է գյուղական նշանակության ուրեմն ճանապարհների բարելավմանը, ծրագիրը իրականացվում է արդեն ավելի քան 4 տարի, ծրագիրը իրականացվում է մատնանշված ժամկետներում, ծրագիրը իրականացվում է առանց որևէ լրացուցիչ միջոցների օգտագործման, ծրագրի վերաբերյալ գնահատականները բացարձակ դրական են, կլինի թե մեր տեղական ուրեմն շահառուների կողմից, թե այն համաշխարհային կառույցի, այսինքն համաշխարհային բանկի ուրեմն փորձագետների կողմից։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը 2015 թվականին հանդես եկավ ելույթով եւ նշեց, որ որևիցե երկրում, որտեղ որ ինքը ուրեմն համանման ծրագրեր է իրականացրել, չի տեսել համանման որակի իմպլեմենտացիա եւ ժամկետների պահպան։ Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ շատ է խոսվում եւս զգացմունքային են այդ խոսակցությունները, որ մսխվել են միլիարդներ։ Առ այսօր ծախսվել է 70 միլիոն դոլար, կառուցվել է 35 կիլոմետր ճանապարհ, բոլոր ուրեմն համեմատությունները ցույց են տալիս, որ որևէ, այսինքն միջինացված ցուցանիշով մենք չենք ծախսել որևիցե ավել դոլար, քան թե ծախսվում է համանման ծրագրերի համար եւ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս, ինչ վերաբերում է այդ մոստերի ուրեմն խնդրին, այդ մոստերի խնդիրները վարկային ծրագրից շրջանակներում տնտեսված միջոցների հաշվին մենք կարողացել ենք հնարավորություն ընձեռենք, ունենանք կառուցել եւս այդ ենթակառուցվածքները, վերանորոգել եւ համապատասխանեցնել այն ստանդարտին արկա ճանապարհի կառուցված։ Չեմ տեսնում որևէ վատ բան։ Ինչ վերաբերվում է անվտանգության կանոնների պահպանմանը, ցավոք սրտի պետք է փաստենք, որ գրեթե բոլոր վթարներում ուրեմն արձանագրվում են երթևեկության կանոնների խախտումներ, որոնց արդյունքում ուրեմն տեղի են ունենում այդ վթարները։ 1 կիլոմետր առաջ, ուրեմն այդ վերանորոգվող հատվածներից ճանապարհային ոստիկանությունը համապատասխան նշաններով հրահանգում է վարորդներին դանդաղեցնել արագությունը։ Մենք չենք անում որևէ նոր բան Հայաստանում, այլ ցանկացած ենթակառուցվածքային ծրագրում, եթե դուք տեսնեք, կլինի դա ամենազարգացած երկիրը, թե ուրեմն զարգացող երկրները, ուրեմն կիրառվում են համանման անվտանգության նորմեր։ Ցավոք սրտի եւս մեկ անգամ օգտվելով այո կան զոհեր, այո ցանկացած դեպքի վերաբերյալ հետաքննություն է տեղի ունենում եւ փաստը նա է, որ քաղաքացիները շատ հաճախ չեն պահպանում այդ անվտանգության ուրեմն հրահանգները, որոնք սահմանվում են ճանապարհային նշաններով։ Ինչ վերաբերում է երկաթուղու ծրագրին։ Ինչքան ժամանակ է ձեզ պետք լինել։ 2 րոպե։ Ուրեմն շնորհակալություն։ Ինչ վերաբերում է 1 րոպե ավելացնեմ ձեզ, լավ։ Շնորհակալ եմ շատ։ Երկաթուղու ծրագիրը 1.5 միլիոն դոլար Տիգրան Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ հայտարարել է, որ ծախսվել է մասնավորի կողմից եւ որևէ պարտավորություն այդ 1.5 միլիոն դոլարի վերաբերել Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել։ Մասնավոր ընկերությունը իր ռիսկի շրջանակներում ներկայացրել է կառավարության դիտարկմանը տեխնիկա-տնտեսագիտական ուսումնասիրություն, թե դա գրանցված է օֆշորում, թե պատասխանում է զանգերին, թե ոչ, ամեն դեպքում առաջին փուլում ընկերությունը կատարել է իր կողմից ստանձնված պարտավորությունը առանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որևէ ներդրման, այնպես որ ինչ գումար է մսխվել։ Ընկերությունը իր ռիսկի շրջանակներում փաստաթուղթ է ուրեմն ստեղծել, որի հիման վրա բանկերը եւ այլ ֆինանսական կառույցները կազմակերպում են այդ համանման ծրագրերի քննարկումները։ Ինչ վերաբերում է 253 միլիոն, այո,
բարձր թիվ է հնչում, բայց դա 6-7 տարվա ընթացքում պետության կողմից ստեղծվել է փակbaşնետիրական ընկերություն, շատ փոքր, մինչև 5 հոգի աշխատակազմով, որոնք զբաղվել են, այո, 3 միլիարդ դոլարանոց ծրագրի սպասարկմամբ։ Ինչ վերաբերում է ուրեմն թե 3 միլիարդը թե 1.3, ես ընդհանրապես ձեզ կարող եմ ասել, երկաթգծի 1 կիլոմետրը, ով որ ասում է 1 միլիարդ դոլարով 300 կիլոմետր երկաթգիծ կկառուցի, երբեք չհավատակ եք մարդուն։ Երբեք նման հայտարարություն չի եղել։ 1 կիլոմետր հարթավայրի վրա ուրեմն բանը երկաթուղային ենթակառուցվածքը արժի ավելի քան 10 միլիոն դոլար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարցի